Մոտ 22-23 դար առաջ աշխարհում տեղի ունեցավ աշխարհաքաղաքական հսկայական կատակլիզմ, ողբերգություն, աշխարհի քարտեզից անհետացավ մեծ Կարթագենը, անհետացավ Հռոմի հետ իր անուղեղ պայքար վարելու պատճառով։ Ուրեմն կար Հանիբալ Բարկը, համաշխարհային պատմության ամենամեծ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական գործիչներից մեկը։ Հռոմեական կայսրությունը մինչև իր վերջին օրերը Սարսափով էր հիշում նրա անունը։ Սարսափով։ Միակ գործիչն ա եղել, որը հին Հռոմը ծնկի է բերել։ Քրիստոսից առաջ 216 թվականի նրա հաղթանակը կանոն հռոմեական բանակի ջարդը համարվում է համաշխարհային պատմության 3 ամենաֆենոմենալ հաղթանակներից մեկը։ Առաջինը Ալեքսանդր Մակեդոնացու ջարդն էր պարսկական բանակի Գավգամելում, երրորդը Նապոլեոնի ֆենոմենալ Աուստերլիցը։ Ինչևէ, երկար տարիներ Հռոմը պահելով սարսափի և տերորի մեջ, Հանիբալը սկսեց անհաջողություններ ունենալ ռազմի դաշտում, հռոմեացիք կոփվեցին, նրանից ռազմական արվեստ սովորեցին և նա վերադարձավ Կարթագեն, երբ արդեն Հռոմը սպառնում էր դեսանտ իջեցնել Կարթագեն, զբաղեցրեց պետական քաղաքական պաշտոններ և ինչևէ Կարթագենը ստիպված գնաց խաղաղության Հռոմի հետ։ Այդ խաղաղության պայմանագիրը, որին շատ դեմ էր, բայց ստիպված կողմ էր անձամբ Հանիբալը, որովհետև նա հասկանում է, որ կռիվը շարունակելով շանս չունի, նրան ժամանակ է պետք վերազինվելու, պատրաստվելու համար։ Այսինքն որպես ժամանակավոր կոմպրոմիս էր դրան տոնում։ Կարթագենը զրկեց իր աշխարհաքաղաքական սուվերենության զգալի մասից, օրինակ Կարթագենը իրավունք չուներ պատերազմ վարել այլոց հետ առանց Հռոմի համաձայնության եւ այլն եւ այլն։ Ինչևէ, բայց Հռոմը Հանիբալի մեջ հսկայական վտանգ էր տեսնում եւ պահանջում էր նրա արտահանձնումը Հռոմ, որ դատական գործեր էին պատրաստում նրա դեմ։ Կարթագենի կառավարությունը ի վերջո կոտրվեց և պատրաստական եղավ իր հերոսին հանձնել Հռոմին, դե քանի որ Հանիբալն հավիճուտ չէր, ուղղակի փախավ Կարթագենից, ուր ասես չեղավ, Սիրիա, Հայաստան, տվյալներ կան, որ Արտաշեսին ինքն է խորհուրդվել Արտաշատ քաղաքը հիմնել, բացի այդ անգամ ինքն է ղեկավարել քաղաքի շինարարության աշխատանքները։ Ինչևէ, ի վերջո, երբ մի շարք դավադիրների պատճառով նա արդեն հռոմեացիք դուրս էին եկել նրա հետքերին եւ նա արդեն տեղ չուներ գնալու, նա ինքնասպան եղավ եւ ավարտեց իր երկրային կյանքը, բայց հիշողությունը նրա մասին մնաց եւ ինչ է հուշում մեզ Հանիբալի եւ նրա կործանված հայրենիքի փորձը։ Ուրեմն Կարթագենում ռևանշիզմը ժամանակ եղավ, որ արդեն քաղաքական դիսկուրսում ռևանշիզմը, Հռոմի հանդեպ նոր պատերազմներ, նոր հաղթանակներ սկսեցին դիտվել որպես թշնամություն, որպես դավաճանություն։ Այսինքն այն ինչ այսօր տեղի ունի Հայաստանում, ոչ ոք չի խոսում Ղարաբաղի, ոչ թե վերադարձի, անգամ ղարաբաղցիների վերաբնակեցման մասին Արցախում։ Դրանք համարվում էին մարգինալ, ինչ-որ Լուսանսկում գոյատևող քաղաքական հոսանքներ, գործիչներ։ Եվ Հանիբալի մահվանից մի քանի տասնամյակ անց Կարթագենը վերացավ, հռոմեացիք քարի վրա չթողեցին, ավելին իրական ցեղասպանություն կազմակերպեցին, եւ մենք այսօր աշխարհում չենք տեսնի գեթ մեկ կարթագենցի։ Ասորեստանը ավելի վաղուց ազատվել իր պետականությունից, բայց ասորիները այսօր աշխարհում կան։
այդ թվում Հայաստանում։ Ղպտիներ կան, հին եգիպտացիները, ունեն իրենց եկեղեցին, նրանք մարոնիներ են քրիստոնյա, բայց Կարթագենցի չես տեսնի։ Ահա թե ինչի հանգեցրեց աղմաղ պացիֆիզմը, հաղթողի առաջ անհարկի խոնարհվելը եւ իր հայրենասեր հերոսներին երկրից արտաքսելը։ Չկա, Կարթագեն չկա եւ մնացել են հիշողությունները։ Հիմա նույնը մենք այսօր Հայաստանում ենք տեսնում։ Մենք բոլորս մարգինալ ենք։ Անգամ նորմալ մարդիկ չեն բարձրաձայնում, օրինակ մի քանի նորմալ քաղաքական ուժ կա ընտրությունների մասնակցող, մեկը չի խոսում Արցախի վերադարձի մասին։ Իհարկե նրանք ունեն այդ մտադրությունները, ուղղակի չեն խոսում, որ բան չանեն, էլի չգրգռեն ամերիկյան դեսպանին, արևմուտքի չգրգռեն, հանկարծ չասեն, թե վայ, ես ինչ հակադեմոկրատական բաներ են ուզում ես թեկնածուները, սրանց չի կարելի իշխանության գալես, չի կարելի խոսել արցախցիների վերադարձի մասին։ Ժողովարդչապետն ասում է, թե եթե մեր հայրենակիցները վերադառնան, կդառնան իրենց հողի ջրի վրա պանդուխտ։ Սենց բան մենակ աննորմալ անուղի գրանտակերը կարող ասել, ինչ ասեմ։ Մարդը իր հողի վրա պանդուխտ է, բայց իր հողից դուրս պանդուխտ չէ։ Այս սրա։ Ինչևէ հիմա Կարթագենի դառը փորձը չկրկնելու համար հայերին պետք է նախ ռադանել սրանց։ Ամսի 8-ին, հունիսի 8-ին նոր իշխանություն ձևավորել, ազգային իշխանություն։ Եվ հետո պետք է վերջապես մտածել տղամարդկություն, արիություն ունենալ, հրաժարվել այս բազմավեկտոր կոչված խայտառակ քաղաքական ուղղությունից։ Չի կարող պետությունը բազմավեկտոր լինել։ Չկա Դանիայում ռուսական բիոլաբորատորիա, բայց Հայաստանում կա ամերիկյան։ Հայաստանում, որը հապկանդամ երկիր է, Դանիան է ՆԱՏՕ-ի անդամ է։ Չկան Դանիայում կամ Հոլանդիայում ռուսական Սորոսներ, ռուսական USAID-ներ, որոնք հակադանիական, հակահոլանդական եւ հակաամերիկյան գաղափարներ ֆինանսավորել են, բայց Հայաստանում նախկինների ժամանակ այդ ամենը կար։ Եվ այսօր մենք քաղում ենք այդ պտուղները բազմավեկտորության։ Իսկ եթե Սորոս Ջորջը կամ USAID-ին ինչ-որ մի քանի թափտպուկի միլիոնատեր են դարձնում, մի քանի հազարի, մի քանի հարյուրի, դա ամենևին էլ նրանց նպատակը, ասենք, Բարսեղան Լևոնի հայտնի լեննականցի գրանտակիր, դրա սեռականը չէ, որ միլիոնատեր դառնա, շաբաթը մեկ կամ ամիսը մեկ գնա հարսի այդ սեռականակ կատարի եւ հետ գա։ Ոչ։ Նպատակը շատ պրագմատիկ էր, Բարսեղան Լևոններով, Սակունցներով, Քակունցներով, Միրզոյանովներով ու Փաշինյան Նիկոլներով իշխանությունը վերցնելն է, որպեսզի օտարեն Արցախը, Սյունիքը, կառուցեն մեծ Թուրան, կազմակերպեն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, այսքան բան։ Դա է բազմավեկտորության արդյունքը։ Ես իհարկե մեծ հույսեր չեմ կապում պոտենցիալ հաղթողների վրա, մեծ հույսեր չեմ կապում, քանի որ նրանք էլ են հայ։ Նրանցից գոնե մեկը թուրք լիներ, կամ ֆրանսիացի, համոզված եղեք կդառնար Մուստաֆա Քեմալի կամ Շարլ դե Գոլի կարգի պետական գործի, բայց մարդիկ հայ են, ինչ պետք է անեն։ Գոնե այս չարիքից ազատվենք, Փաշինյան Նիկոլի լակոտակրատիայից, հետո մտածենք, թե ինչ անենք, որպեսզի արևմուտքի ամենաստոր, ամենապիղծ ազդեցությունը գոնե նվազեցնենք,
մեր երկրում, որպեսզի հետո տեսնենք, թե ոնց ենք վերադարձնելու Արցախը, որը շատ հեշտ է։ Ես խնդիր չեմ տեսնում Արցախի ռազմական վերադարձի մեջ։ Մի բան է պետք ընդամենը անել։ Այդ մասին հետո կխոսենք։ Եվ մի բան էլ վերջում ավելացնեմ, որ ես ամենևին էլ կողմնակից չեմ արևմուտքի հետ բոլոր կապերը խզելուն։ Չէ, խոսքը ընդամենը քաղաքական եւ ռազմաքաղաքական կապերի մասին է եւ ռազմաքաղաքական ազդեցության մասին է Հայաստանում։ Օրինակ, ով է դեմ, որ այս ամերիկյան համալսարանի տեղը լիներ էլի ամերիկյան համալսարան, բայց Չիկագոյի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որն աշխարհում ամենաուժեղն է, որտեղ աշխատում են առնվազն 50-60 Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Իսկ ինչ է այսօր կատարվում ամերիկյան համալսարանում։ ՑՌՈ-ի ագենտուրան է, ռեզիդենցիան է։ Բա ինչ եք ուզում դրան շրջանավարտներից, որոնք այսօր վեր են եկած կառավարությունում եւ պարլամենտում եւ պետական բարձր ատյաններում։ Ոչ մի բան։ Ինչևէ, պետք է վերջ տալ այս բոլոր նարատիվներին, թե բա Արցախը տվեցինք, զատու անկախացանք, ոչխարներ ումից եք անկախացեք, գոնե այդ ասեք։ Բոլորը ասում են Փաշինյանից մինչև են Բադալյան լուլուները, թե Արցախը չլիներ, Հայաստանը բան չէր լինի, անկախ չէր լինի։ Բայց մեկ ընդդիմությունից դրան չարսրեց, թե լավ, ընդունենք հաճիշտ է, ումից ես անկախացել։ Ումից ես անկախացել դու։ Տենց հարցադրումներ սրանց ոչ ոք չի առաջադրում։ Սրանք է տեսնելով ընդդիմախոսների խելքի ոչ շատ բարձր փայլուն մակարդակը, ինչ ասես ասում են, ինչ ասես անում են, ինչ ասես մարդկանց հասարակ ժողովրդի ուղեղը մտցնում են։ Չէ՞ պետք է շատ լուրջ մտածել այս մասին, ազատվել սրանցից եւ մտածել Հայաստանի վերականգնման մասին, օստրակիզմի մասին, որին պետք է ենթարկվեն Հայաստանի բոլոր արևմտականները, բայց այդ մասին էլ կխոսենք, առիթներ կլինենք, խոսենք, դա հայ ժողովրդի համար անհրաժեշտ պրոցես է օստրակիզմը, առանց որի մենք ապագա չենք ունենա։ Կխոսենք հետո այս մասին, առայժմ։